Անցած հինգշաբթի կառավարության շենքի դիմաց ոստիկանության իրականացրած գործողությունները իրավաչափ էին եւ համարժեք։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի հարցինի պատասխան ասաց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Հիշեցնենք, անցած հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բախում էր տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի ակցիա կազմակերպած մոտ 2 տասնյակ քաղաքացիների, այդ թվում նրանց աջակցող Ժառանգություն խմբակցության падգամավորների միջև։ Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանապետին էր զանգահարել վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարգադրելով ծառայողական քննություն անցկացնել։ Թույլ չեմ տա որևիցե մեկը անկախից զբաղեցրած դիրքից հասարակության մեջ իմ ոստիկաններից մեկին վիրավորի։ Էլ չեմ խոսում անձնական վիրավորանքի մասին։ Իսկ եթե մարդիկ իրենց անձեռնամխելիությամբ են որոշում հանդես գալ, թող չմոռանան, որ դրա դիմաց իմ ոստիկաններն էլ արժանապատվություն ունեն։ Գտնում եմ, որ ոստիկանները գործել են իրավաչափ։ Այլ հրահանգ ես նրանց երբևիցե չեմ տվել եւ չեմ տալու։ Ես նրանց պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորությունները։ Երկու բնույթ։ Ես նորից եմ կրկնում։ Ձեր հարցին ընդհանրապես չեմ ուզում պատասխանել, ապշուս սկսեցի խոսել ձեզ։ Ոստիկանության գործողությունները կառավարության շենքի դիմաց նախորդ հինգշաբթի օրը իրավաչափ էին եւ համարժեք բոլոր այն գործողությունները, ինչ որ նրանց նկատմամբ տեղի ունեցավ։ Ավելին, մի քիչ ավելի քիչ երևի։ Իմ ոստիկաններին մի վերավորեք հանգիստ տոնը։ Նրանք բացի ոստիկան լինելը մարդ են եւ ոչ պակաս մարդ։ Քան որոշ մարդիկ իրանց անձեռնամխելիության ֆոնի տակ են մարդկային կերպար դրսևորում։ Իմ ոստիկանները դրա կարիքը չունեն, ամենը մի անհատականություն է։ Այս կյանքում։ Մարդի տարեք։ Ավելի ճիշտ զրույցի ինքը կհասկանա իրա եւ նրա տարբերությունը, ոչ թե անձեռնամխելիության ֆոնի տակ փորձի ուսադիր փոկի, ամոթ, չի կարելի տեսնել։ Չգիտեմ, ձեր падգամավորներս այդ հիմա տեսաֆիլմի անունը նույնիսկ չեմ ուզում տալ։ Հարմար չեմ գտնում։ Հիշեցնենք, ոստիկանությանը սուր քննադատության էր ենթարկել Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նա ասել էր, թե ոստիկանության խնդիրը դասեր տալը չէ, այլ կարգ ու կանոն հաստատելը։ Նայեցի մի քանիսի ելույթները, ցավոք սրտի, որոշ քաղաքական ուժերի, որ ասում են մեզ ապրել մի սովորեցրեք եւ այլ, ափսոս։ Մենք չենք ուզում ոչ մեկին ապրել սովորեցնել։ Իրանք արդեն այնքան ապրելու փորձ ունեն։ Մենք չենք էլ պատրաստվում մեկին սովորեցնենք։ Դուք էլ մեզ ծառայել մի սովորեցրեք մեր երկրին, մեր պետությանն ու ժողովրդին մի սովորեցրեք։ Մենք ենք այս գործի մասնակետը եւ մեր գործը խղճով պատվով անում ենք։